Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանում հեղուկ գազը թանկացել է 20-ից 30 դրամով։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքերով Հայաստանը հեղուկ գազ ներկրող երկիր է, չի արտադրում։ Հայաստանը հեղուկ գազ հիմնականում ներկրում է Ռուսաստանից, մասամբ նաև Իրանից եւ Իրաքից, եւ երբ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով խնդիրներ են առաջանում Վերին Լարսի անցակետում, դա Հայաստանի վրա ուղղակի ազդեցություն է թողնում։ Շատ հաճախ տեղի է ունենում սպեկուլյացիա, այսինքն ներկրողները տեսնելով, որ Վերին Լարսի անցակետը փակ է, զգալի թանկացնում են հեղուկ գազի գինը շուկայում, ստեղծելով որոշակի խուճապային տրամադրություն։ Վրացի սահմանապահները պարբերաբար խնդիրներ են առաջացնում մեր ներկրողների ու արտահանողների համար։ Մասնավորապես LPG ներկրողների համար լրացուցիչ ծախսեր են առաջացնում այս պահին, որն ուղղակի ազդեցություն է թողնում բեռնատարի տրանսպորտային ծախսերի վրա, եւ դա էլ ազդեցություն է ունենում գնագոյացման վրա։ Վրացական կողմը չնախատեսված լրացուցիչ ֆինանսական բեռ է դնում ներկրողների վրա, որը պետք է արտահայտվի գների աճով, նկատել է Պարսյանը։ Նա նաև նշել է, այս պահին հեղուկ գազի շուկայում գները տատանողական են ու խառը։ Նույնիսկ գները երբեմն ինքնարժեքից էլ ցածր են լինում, բայց ընդհանուր տրամաբանությունն այն է, որ Հայաստանը պետք է փորձի դիվերսիֆիկացնել ներկրման հնարավորությունները եւ նվազեցնել կախվածությունը Վերին Լարսից։ Դա է հիմնական խնդիրը, որը մենք պետք է փորձենք լուծել, նշել է տնտեսագետը։